Պարոն Մինասյանի դիտարկումը կարող ենք հիմա այս բանը չդիտարկել, բայց բարձր դատարան մի հանգամանք ընդգծեմ, այսօրին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ձեր կողմից այդ հանգամանքը որպես հարցադրում ներկայացրեցին։ Բոլոր դեպքերում սահմանադրական դատարան ընտրական վեճը իրավաքաղաքական բաղադրիչ ունի։ Ներկայացնում եմ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, լսում եմ հարցադրումը։ Պարոն Վարդգանյան, առաջին հարցս կրկին վերաբերում է այս դահլիճում երկարատև քննարկման առարկա դարձած ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներին։ Երրորդ այս պահին 12 կոտորակ 13-ը թողնում ենք մի կողմ։ Խոսքը վերաբերում է 35 կոտորակ 65 եւ 10 կոտորակ 51 ընտրական տեղամասերին, որտեղ քվեարկության արդյունքները, գիտենք, ԿԸՀ նախաձեռնությամբ անվավեր են ճանաչվել ընտրությունների արդյունքները։ Մինչ հարցս ուղղելը երկու շատ կարճ երկար եմ գրել, բայց կփորձեմ համառոտ ձևակերպել, ասելիքս մեջբերում անեմ, հետո հարցս ձևակերպեմ։ Տեսեք, թիվ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասի մասով մեջբերում եմ կատարում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձ Լուսինե Ավագյանի գրառումից Գրանցամատյանում։ Ժամը 20:02 րոպեին տեղամասերի դուռը չի փակվել, ժամը 20:44 րոպեին ներկայացել եմ ընտրատեղամաս հաշվարկի մասնակցելու, սակայն տեղամասի դուռը դեռևս չի փակվել։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընտրական տեղամասի դուռը փակելուց, ժամը 20:55-ի դրությամբ ընտրատեղամասի շենքում մուտքից դժվարությամբ հասա ընտրատեղամասի սենյակ, ամբողջ միջանցքը զինվորներով լցված էր։ Մի խոսքով ասելիքն այն է, որ ժամը 20-ից հետո քվեարկությունը շարունակվել է, զինվորներն են քվեարկել։ Հաջորդ ընտրական տեղամասը թիվ 50 կոտորակ 51 ընտրական տեղամասն է։ Մեջբերում։ Թիվ 10 կոտորակ 51 տեղամասային ընտրական հանձնաժողովի Գրանցամատյանում գրառումը կատարվել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձ Շուշան Ադամյանի կողմից։ Կրկին նույնաբովանդակ է, բայց կցանկանամ բարձրաձայնել այնուամենայնիվ, այստեղ կոնկրետ թիվ է նշվել։ Ժամը 20:00-ի դրությամբ տեղամասի տարածք է բերվել 250 զինվոր եւ 20:10-ի դրությամբ դեռևս տեղամասում են գտնվում 75-ից ավելի զինվորներ։ Ժամը 20:50-ի դրությամբ տեղամասում են գտնվում դեռ 52 զինվորներ եւ քվեարկության գործընթացը շարունակվում է։ Վերաբերելի մյուս հարցերը ես կուղեմ իհարկե պատասխանողի ներկայացուցիչներին, այս կոնտեքստում, այս համատեքստում իմ հարցը, որն ուղղված է ձեզ, հետեւյալն է։ Պահանջել եք արդյոք անվավեր ճանաչել նշված երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները, հաշվի առնելով նաև վերոնշյալը։ Շնորհակալություն հարցադրման համար բարձր դատարան, մեր կողմից ուղիղ արձանագրումը անվավեր ճանաչելու տեսանկյունից, որը ներկայացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հանդիսացել է 12 կոտորակ 13 ընտրական տեղամասի վերաբերյալ արդյունքները, որի վերաբերյալ նաև ԿԸՀ-ի արդեն բազմիցս քննարկված 258 որոշման մեջ հիշատակում կա։ 35 կոտորակ 65 որոշման վերաբերյալ նշումը կար, գրառումը կար, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշման մեջ էլ հիշատակումը կա մեր կողմից վստահված անձի կատարված գրառման։ Մենք հարցին դիտարկում ենք ուրիշ տեսանկյունից։ Մենք այդ հանգամանքը որպես փաստարկ ենք հենց օգտագործում, նաև ամփոփիչ ելույթում ենք ներկայացնելու, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ բոլոր հնարավորությունները բացառելու համար, որ 20:02-ին հաջորդած ժամանակահատվածում այդ իրավիճակը լիներ։ Իդեպ նաև հենց մեր գործընկերը բավականին կարևոր արձանագրում էլ արել է, ինքը զգուշացրել է, բայց իրեն չեն լսել։ Հիմա այդ նույն ընտրական տեղամասի նախագահի ինչի համար չի արձագանքել մեր վստահված անձի հարցին, դա հենց ամբողջ խնդիրն է։ Ինչ վերաբերում է երկրորդ ընտրական տեղամասի վերաբերյալ հանգամանքին, առանձին դրա վերաբերյալ գործողություններ չենք իրականացրել եւ այստեղ նաեւ մի հանգամանք եմ ուզում բացահայտել բարձր դատարանին։ Մեր կողմից թվով 6 հայցադիմումներ են ներկայացվել վարչական դատարան, որոնցից 3-ի վերաբերյալ նաև համապատասխան բողոք ենք ներկայացրել, քանի որ վարչական դատարանի գործողությունների հետ կապված իսկապես ինչպես այսպես ասած հիշատակվել էր ԿԸՀ հայտարարության մեջ, տակտիկական որոշակի գործողությունների շղթա էինք նկատել վարչական դատարանի կողմից, դրան առանձին կանդրադառնանք, եթե հարցը լինի, բայց ամփոփելով ձեր հարցադրման պատասխանը, կոնկրետ մեր գործողությունները վերաբերել են հենց դրանց, բայց բարձր դատարան, սա էլ եմ ուզում արձանագրել, եթե նայենք այն թվային պատկերը,
մեր կողմից ներկայացված ընտրական տեղամասերի արդյունքները եթե անբավեր ճանաչվեին եւ պայմանական այդտեղ լիներ վերաքվեարկություն, դրան գումարում ենք այլևս 3 ընտրական տեղամասերը, որոնց Պարոն Վարդևանյան, ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, շատ լավ հասկանում եմ ինչ եք ասելու, ես այդ հարցերը կրկին եմ ասում, կուղեմ ԿՀ ներկայացուցիչներին, ձեր պատասխանը այս պահին ինձ համար հստակ է, առնվազն ինձ համար։ Հաջորդ հարցս հետևյալն է, ձեր ելույթի շրջանակում, երբ ներկայացրեցիք ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դիմումում նշված հանգամանքները, վկայակոչեցիք նաև այն հանգամանքը, որ առանձին ընտրական տեղամասերում վստահված անձինք բացակայել են։ Կարող եք կոնկրետ թվարկել այդ ընտրական տեղամասերի համարները, եթե ոչ գոնե դրանց ընդհանուր թիվը նշել։ 11 բարձր դատարան, որը նաև տեղ է գտել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթում, իդեպ այդ 11 ընտրական տեղամասերում ընդհանրապես որևէ վստահված անձ չի եղել։ Իդեպ դա հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացրած փաստաթղթից է, որի տվյալները կարծես Տիկին Հովհաննիսյանը երեկ նաև հրապարակեց։ Այսինքն առհասարակ որևէ կուսակցության դաշինքի վստահված անձ հիշյալ 11 տեղամասերում չի եղել։ Այո, բարձր դատարան եւ մեր դիտարկումը դրա վերաբերյալ նա է, որ նշված 11 ընտրական տեղամասերի ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների տեսանկյունից մեղմ ասած խնդրահարույց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, հաջորդ հարցի հետ կապված անկեղծ ասած մտորում էի բարձրաձայնել թե ոչ, որովհետեւ բավականին վերացական է։ Այնուամենայնիվ ես ցանկանում եմ այս հարցը ուղղել հենց ձեզ, հենց ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցչին, ակնկալելով հնարավորինս լակոնիկ պատասխան, որովհետև այս հարցի պատասխանը կարող է ժամեր տևել։ Ձեր կարծիքով, ձեր դիրքորոշմամբ, վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական պայքարը ծավալվել է միջկուսակցական գաղափարական ծրագրային հարթությունում, թե միջանձնային այնուամենայնիվ։ Բարձր դատարան, որպես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մեր կողմից այն ներկայացվել է ծրագրային տրամաբանության ներքո, ընդգծելով իհարկե քաղաքական պատասխանատվություն ստանձնողին անձին, Սամվել Կարապետյանին, ինչը չեմ կարող բնավ ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով, հակիրճ եմ ձևակերպելու պատասխանը բարձր դատարան, այստեղ ամբողջ խնդիրը նա է, որ քաղաքացիական պայմանագրի կողմից է ատելության խոսքի իրացումը իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը եւ այն, ինչ իրացվում է, այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակները ունենալու պայմաններում դրա ազդեցության աստիճանը անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ։ Իդեպ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում հենց դա ենք բարձրաձայնել։ Այնպես ինչպես գրվել է Սահմանադրական դատարանի 1606 որոշման մեջ, որ նախընտրական շրջանը դա ծրագրերի, քաղաքական գործողությունների պատկերացումների բախման ժամանակահատվածն է։ Ոչ թե այն ինչ տեղի է։ Այդ որոշմանը անդրադարձ կկատարվի նաև հիշյալ կոնտեքստում, բայց հարցի հասցեատերը այլ անց կլինի, այսինքն դուք գտնում եք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը այնուամենայնիվ պայքարը ծավալել է բացառապես ծրագրային կամ գաղափարական հարթությունում։ Որի վերաբերյալ ունեցել ենք այնպիսի խոչընդոտներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա եւ անհամադրելի են եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի հետ, դրա վառ օրինակներից մեկը հենց նույն Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանն է եւ այն քրեական հետապնդումների ինտենսիվությունը կոնկրետ կալանքը որպես խափաման միջոց կիրառելու միջնորդություններով զուգորդված։ Պատասխանը պարզ է, շնորհակալ եմ, ուժեղ Հայաստանին հարցեր չունեմ։